Շնորհակալություն, պարոն Ռուբինյան։ Ես կուզենայի պարոն Դանելյանի հետ այս հարցը քննարկել այն կոնտեքստով, որ այո, բոլորս գիտենք նման երևույթներ կան, ճիշտ եք ասում։ Բոլորս անհանգստացած ենք այդ հարցով, էլի ճիշտ եք ասում։ Բայց այդ որ ասում հարյուրավոր մարդիկ դիմում են, արդյոք պետք չի որ ես, դուք, բոլորս կազմակերպենք, որ այդ հարյուրավոր մարդիկ չվախենան եւ դիմեն իրապահ մարմիններին։ Բոլորը միասին, որպեսզի չլինի որ մեկը դիմեց, մենք էլ իրանց հետ դիմենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը լուծել, որպեսզի ապացուցես հարևան երկրի իրապահներին, որ եղբայր, այս խնդիրը կա, կամ լուծեք, կամ էլ ընդունեք, որ այդպես պետք է աշխատեն։ Այսինքն մենք պետք է դա կազմակերպենք։ Դժվար է, դուք ճիշտ եք ասում, որ շատերը վախենում են եւ ճիշտ է։ Բայց եթե մեկը լինի, իհարկե կվախենան, բայց եթե մենք միասին հավաքենք բոլորին ասենք, եղբայր, եղել է դեպքը, եկեք գրենք, նստենք, մենք էլ ձեր հետ միանանք, աշխատենք, որ այդ խնդիրը լուծենք, որովհետեւ մենակ այդ դեպքում կարող ենք ասացի պես, այո, ինստիտուցիոնալ լուծել, որովհետեւ մեզ պետք է խնդիրը ինստիտուցիոնալ լուծել, ոչ թե ամեն մեկի համար ես կամ դուք կամ Պապոյանը կամ մյուս փորձենք առանձին հարաբերությամբ լուծել։ Համաձայն եմ ձեր կարծիքին, գտնեմ, որ միասին պետք է աշխատենք եւ խնդրին լուծում գտնենք հանուն մեր պետության։ Շնորհակալություն։ Պարոն Պապոյան, համեցեք։ Պարոն Դանելյան, ես կրկնում եմ, ամեն մի տնտեսվարող ունի ուրույն պատմություն։ Ես բոլոր տնտեսվարողների հարցերով նախկինում զբաղվել աջակցել եմ, բայց ուզում եմ ես այս ամբիոնից հայտարարեմ, որ որոշների հարցով ու խնդիրներով չեմ զբաղվելու ու հիմա կասեմ ինչի։ Ունենք երկու տիպի կոնյակ արտահանողներ եւ կոնյակի սպիրտ արտահանողներ։ Ընկերություններ, որոնք վերջին 3-4 տարիներին տասնյակ հազարավոր տոննաներով, ընկերություն կա, որ 100,000 եւ ավելի տոննա 3 տարիներ իրար հետ խաղող է մթերել։ Ես այդ ընկերության կողքը կանգնած եմ։ Տասնյակ հազարավոր տոննաներ մթերողների հետ կանգնած եմ։ Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանեն։ Այ ես իրանց հետ պրոբլեմ ունեմ։ Եվ այդ ում սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում։ Ինչի պետք է իրանց կողքը մենք կանգնենք։ Այդ ում սպիրտն են իրանք արտահանում։ Այսինքն գյուղացու խաղողը չեն մթերում, ինչ որ մեկի սպիրտը առնում, բերում տանում են, մի հատ էլ պետք է կողքները կանգնենք։ Այ իրանց կողքը չեմ կանգնելու, եւ իսկ նա, ով հայ գյուղացու խաղողը առնում է, մինչև վերջ իր կողքը կանգնած եմ։ Ես էլ ու կոչ եմ անում, դուք էլ իմ հետ գնանք այդ հարցերը լուծենք։ Իսկ նրանք, ովքեր որ խաղող չեն մթերում, ու ես իմ ինչով են զբաղված, կներեք իրանց հարցը, դա մեր հարցը չի, ընդհակառակը իրենց գործնեության արդյունքում մեր կոնյակի անունն անգնում, մեր պետության անունն անգնում։ Ինչ վերաբերվում է ավտոմեքենաներին, դուք շատ լավ գիտեք, որ մենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցեցինք, հունվար ամսվա հնարավորությունը ստացանք։ Դրանից ավել ստանալու հնարավորություն չեղավ, որովհետև ի սկզբանե դա նախատեսված չէր, այսինքն այդ մարդիկ, երբ որ այդ ավտոների մեքենաները պատվիրում էին, իրանք գիտեին, որ չի լինելու։ Այդ հետո է այդ հնարավորությունը առաջացել։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար